Երբ հունվարի 22-րդ օրը 2023 թվականին Երևանի կենտրոնական հիվանդանոցի դահլիճներում բժիշկները փակեցին վերջին ակտի թերթերը, նրանց ձեռքերը մի քիչ դողում էին։ Պաշտոնական ախտորոշումը՝ սրտի կանգ, 17 ժամ 20 րոպե նախորդ գիշերվա։ Բայց դահլիճի անկյունում, որտեղ սովորաբար պահպանվում են անձնական իրերը, մի փոքրիկ տուփ էր, լցված հաբերով, որոնց անունները նույնիսկ կարդալը դժվար էր։ Բժիշկներից մեկը, որը պայմանավորվել էր չխոսել իր անունով, տասնամյակներ անց կասի. «Այդ հաբերի ցանկը ձեզ կասեր ամեն ինչ»։ Այստեղ էր սրտի արյունատար անոթների բարդ պաթոլոգիաների դեղորայք, արյան ճնշման կարգավորիչներ եւ ինչ-որ հատուկ ներկրվող միջոցներ, անմիջապես արտասահմանից։ Սակայն այդ ցանկը երբեք չմտավ պաշտոնական փաստաթղթեր, ոչ մի ախտորոշում, ոչ մի բուժման պատմություն։ Ինչու՞։ Ով էր այդ կինը, որի առողջության գաղտնիքները պաշտպանվում էին ավելի խստորեն, քան պետական տարագրված փաստաթղթերը։ Ինչու հենց այդ օրերից սկսեց փլատակների վրա թափվել այն ամենը, ինչ տասնամյակներ շինված էր նրա շուրջ։ Երբ Ռիտա Մկրտչյանը, այդպես էր կոչվում նրա ազգանունը մինչև ամուսնությունը, առաջին անգամ հայտնվեց Սերժ Սարգսյանի կյանքում, շատերը չտեսան նրա մեջ ոչինչ արտակարգ։ 1990 թվականների վերջ էր, երբ երկիրը դեռ կմռայլում էր առաջին անկախության տարիների խառնաշփոթից։ Ռիտան, ծնված 1971 թվականին, արդեն ունեցել էր մի կյանք մինչև դա։ Նրա առաջին ամուսինը, Արմեն Մկրտչյանը, անհետացել էր պատմությունից առանց որևէ հետքի թողնելու, եւ որոշ շրջանակներում սկսել էին շշնջալ, որ ով էլ մտնում էր Ռիտայի ուղղության մեջ, ապա նրա ճակատագիրը արդեն չէր պատկանում իրեն։ Իհարկե, պաշտոնական տվյալներ չկան, պարզապես անհետացում, այդպես գրված է մի քանի հին մատյաններում։ Սակայն ժողովրդական հիշողությունը պահպանում է այլ մանրամասներ։ Երբ Սերժը, արդեն ազգային անվտանգության համակարգի ուժեղ մարդ, որոշեց կապել իր կյանքը Ռիտայի հետ, քաղաքական Երևանը սարսափից շունչը կտրեց։ 1998 թվականից մինչև 2008 տարիներում նրանց հարաբերությունները մնացին գաղտնի, բայց երբ 2008 թվականի հուլիսին հայտարարվեց ամուսնության մասին, Սերժն արդեն էր նախագահական ատյանին վրա։ Զուգադիպություն, թե մի ուժի գործողություն, որը մեզնից շատերը չենք հասկանում։ Այդ հարցին պատասխանելու համար պետք է վերադառնանք ավելի վաղ, դեպի 990-ականների կեսը, երբ Ռիտան դեռ ապրում էր առաջին ամուսնության ստվերում։ Մի հին ծանոթ, որը պայմանավորվել է չհրապարակել իր անունը, պատմում է, որ Արմենը եղել է սովորական մարդ, աշխատավոր, բայց քաղաքական նկատմամբ չեզոք։ Նրանց տունը գտնվում էր Երևանի ծայրամասերից մեկում, եւ կյանքը հոսում էր անհրատապ ռուտինով։ Բայց երբ Արմենը մի օր պարզապես չվերադարձավ տուն, առանց նախազգուշացման, առանց բացատրության, Ռիտան չլաց եղավ։ Նա շարունակեց ապրել, կարծես ոչինչ չէր պատահել։ Այս ատարբերությունը ցնցեց նրանց շրջապատը։ Նա խոսում էր այնպես, կարծես Արմենը գնացել էր հրոպարակ եւ պարզապես մոռացել էր վերադառնալ, հիշում է այդ ծանոթը։ Մի քանի ամիս անց, երբ ոստիկանությունը պաշտոնապես փակեց գործը որպես անհետացում առանց քրերիական նշանների, Ռիտան արդեն սկսել էր հայտնվել այլ շրջանակներում։ Ինչպես։ Ով էր ծանոթացնում նրան այդ մարդկանց հետ։ Պատասխաններ չկան, միայն հետքեր, տարբեր անունների, տարբեր վայրերի, որտեղ նրա ներկայությունը սկսեց նշանակում ունենալ։ 2008 թվականից հետո, երբ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի երրորդ նախագահը, Ռիտան մնաց ստվերում, բայց ոչ անտեսանելի։ Նրա դերը ոչ պաշտոնական էր, բայց բոլորը հասկանում էին, որ որոշումներ չեն կայացվում առանց նրա խորհրդի։ 2013 թվականի մայիսին նա պաշտոնապես նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական, պաշտոն, որի լիազորությունները երբեք լիովին չբացահայտվեցին։ Ինչ էր նշանակում լինել խորհրդական այդ համակարգում, որոնք էին նրա գործառույթները։ Երբ լրագրողները փորձեցին պարզել, պատասխանները եկան միշտ նույնը՝ կոնսուլտացիոն դեր, վերլուծություն, աջակցություն որոշումների կայացմանը։ Սակայն նրանք, ովքեր աշխատում էին այդ համակարգում, պատմում էին այլ բան։ Մի նախկին պաշտոնյա, որը հեռացել է երկրից եւ հիմա ապրում է արտասահմանում, հիշում է. «Երբ ծանր հարցերի կանգնեցինք, երբ քաղաքական հակամարտությունները սրվեցին, Սերժը միշտ զանգահարում էր տուն։ Նա խոսում էր նրա հետ երկար, երբեմն ժամերով։ Հետո վերադառնում էր, եւ նրա որոշումը արդեն պարզ էր։ Մենք երբեք չգիտենանք, թե ինչ էր նա ասում նրան, բայց կարգը վերականգնվում էր»։ Սա էր Ռիտայի իսկական ուժը, անտեսանելի, բայց բացարձակ։
2018 թվականի ապրիլը եկավ որպես ուժեղ քամի, որը քանդեց ամեն ինչ, ինչ կառուցված էր տասնամյակներով։ Թավշե հեղափոխությունը հանեց Սերժին իշխանությունից, եւ հենց այդ պահից շատերը սկսեցին նկատել, որ ինչ-որ բան փոխվեց։ Սերժը, որը տասնամյակներ պահպանել էր անսասան դեմք, այժմ թվում էր խախտված, բայց Ռիտան մնաց կողքին։ Երբ նոր իշխանությունները սկսեցին հետաքննություններ, երբ սկսեցին ծավալվել գործեր, նա էր այն մարդը, որը կազմակերպում էր պաշտպանությունը, ոչ պաշտոնապես իհարկե, բայց բոլորը գիտեին։ 2019 թվականի ընթացքում, երբ Սերժը կանգնեց դատական համակարգի առաջ մի շարք մեղադրանքներով, որոնք հետո մասամբ մերժվեցին, Ռիտան մնում էր հենարանը։ Սակայն նրա առողջությունը սկսեց վատանալ։ Սրտի խնդիրները, որոնք տարիներ թաքցված էին, այժմ հայտնվեցին առաջին պլան։ Բժիշկները, որոնք տեսնում էին նրան այդ ժամանակ, հիշում են, որ նա հրաժարվում էր հոսպիտալացումից։ «Ես պետք է լինեմ կողքին», ասում էր նա, երբ առաջարկվում էր լուրջ բուժում։ Նրա նվիրումը ամուսնուն դառնում էր ինքնազոհություն, եւ շատերը մտածում էին, արդյոք դա պարզապես սեր էր, թե ավելի խորը պատկանելիություն մի ուժի նկատմամբ, որը մեզ թիվ առանձնացնումը չի ստացվում։ 2020 թվականի հունվարի 22-ին Երևանը սառույցի տակ էր։ Ձյունը ծածկել էր փողոցները, եւ քաղաքը թվում էր սառած ժամանակի մեջ։ Այդ առավոտյան, երբ լուրը տարածվեց, որ Ռիտա Սարգսյանը հեռացել է կյանքից նախորդ երեկո, հազարավոր մարդիկ զգացին, թե ինչ-որ խորը փոփոխություն է եկել։ Պաշտոնական հաղորդագրությունը ասում էր սրտի կանգ, տարիքը 49 տարեկան, բայց սոցիալական ցանցերում արդեն սկսեցին հայտնվել այլ հարցեր։ Ինչու հենց հիմա, ինչու այդպես հանկարծակի, Արդյոք դա իսկապես բնական էր։ երբ Սերժ Սարգսյանը հայտնվեց թաղմանը, նա լաց էր լինում հանրային տեսախցիկների առաջ։ Տեսարան, որը ցնցեց ամբողջ երկիրը։ Այն մարդը, որը երբեք չէր ցուցադրել էմոցիաներ, հիմա կոտրված էր։ Բայց ավելի խորը մակարդակում քաղաքական Երևանը սկսեց նկատել մի համընկնումների շարան, որը դժվար էր անտեսել։ 2018 թվականից ի վեր բոլոր նրանք, ովքեր մասնակցել էին Սերժի իշխանությունից հանելու գործընթացին, սկսել էին բախվել թշնամանքի հետ։ 2020 թվականի աշնանը Արցախյան երկրորդ պատերազմը բերեց ավերածություններ, որոնք ուղղակիորեն ազդեցին Նիկոլ Փաշինյանի դիրքերի վրա։ Շատերը սկսեցին հարցնել, արդյոք Ռիտայի մահը խորհրդանշում էր մի պաշտպանության կորուստ, որը երբեմն կար Սերժի շուրջ։ Մեկ այլ դրվագ, որը քչերն են հիշում, տեղի ունեցավ 2012 թվականին, երբ Ռիտան դեռ չէր պաշտոնապես նշանակված իր դերում։ Քաղաքական հանդիպումների ժամանակ, երբ Սերժը պետք է կայացներ կարևոր որոշումներ, նա հաճախ հեռանում էր կարճ ժամանակով։ Ուր էր գնում, ով գիտի։ Բայց մի պահակ, որը ծառայում էր այդ տարիներին, հիշում է մի տեսարան։ Մի անգամ ուշ երեկոյան, երբ բոլորը կարծում էին, որ նախագահը հանգստանում է, ես տեսա մի մարդու մուտք գործել առանց գրանցման։ Անձնագրի ստուգման միջոցով դա չէր կատարվում, եւ երբ հարցրի վերադիտորդից, նա ասաց. «Մի հարցրու, դա ոչ պաշտոնական է»։ Մի քանի ժամ անց այդ մարդը դուրս եկավ, եւ Սերժը հետևեց նրան մինչև դուռը։ Նրանց դեմքերը լուրջ էին, բայց Սերժը թվում էր, որ ստացել է ինչ-որ կարևոր լուր, որը փոխեց նրա հաջորդ օրվա ծրագրերը։ Ո՞վ էր այդ մարդը։ Ոմանք ասում են, դա Ռիտայի հետ կապ ունեցող անձինք էին, ովքեր բերում էին տեղեկություններ, որոնք պաշտոնական ուղիներով չէին կարող հասնել։ Այլ կերպ ասած, մի ստվերային ցանց, որը գործում էր զուգահեռ պետական համակարգին։ Եթե դա ճշմարիտ է, ապա Ռիտայի դերը չէր սահմանափակվում միայն խորհրդատվությամբ, այլ ձգվում էր մինչև տեղեկատվական հոսքերի կառավարում։ Բայց ո՞րն էր դրա նպատակը։ Պաշտպանություն, վերահսկողություն, Թե ավելի մութ նպատակներ։ Երբ 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո Սերժը հեռացավ իշխանությունից, Ռիտան չհեռացավ հասարակական դիտանկյունից անմիջապես։ Նա շարունակեց լինել նրա կողքին, բայց արդեն այլ դերում։ Ոչ թե խորհրդական, այլ աջակից, այն իմաստով, որը միայն մտերիմները կարող էին հասկանալ։ Բայց նրա առողջությունը արագորեն վատանում էր։ Մի բժիշկ, որը տեսավ նրան 2019 թվականի աշնանը, հիշում է. նրա էլեկտրակարդիոգրամը ցույց էր տալիս լուրջ անկանոնություններ, որոնք պահանջում էին անհապաղ միջամտություն։ Բայց երբ խորհուրդ տվի հոսպիտալացում, նա մերժեց, ասելով, որ չունի ժամանակ։ Ես հարցրի, ինչու այդքան սրընթաց։ Նա պարզապես նայեց ինձ եւ ասաց. «Դուք չեք հասկանում, թե ինչ է կատարվում»։ Ինչ չէր հասկանում բժիշկը։ Արդյոք Ռիտան գիտեր, որ նրա ժամանակը սահմանափակ է եւ պետք է անի ինչ-որ բան, մինչեւ շատ ուշ չէ։ Թե նա զգում էր մի սպառնալիք, որը մոտենում էր, եւ փորձում էր պաշտպանել ամուսնուն մինչև վերջ։
Նրա վերջին ամիսները լցված էին հանդիպումներով, զանգերով։ Եվ մի շարք մարդիկ, ովքեր այցելում էին նրանց տուն, հիշում են, որ նա թվում էր, կարծես ծրագրում է ինչ-որ բան։ Գուցե պաշտպանություն, գուցե փախուստ, գուցե վերջին հաշվեհարդար։ Հունվարի 23-ին, երբ նրա մարմինը տեղափոխվեց Երևանի կենտրոնական գերեզմանատուն, հազարավոր մարդիկ եկան հարգանքի տուրք մատուցելու։ Բայց ոչ միայն թաղման արարողությունը մնաց հիշողության մեջ, այլև այն, ինչ սկսվեց դրանից հետո։ Սոցիալական ցանցերում, հատկապես Facebook-ում և Telegram-ի քաղաքական ալիքներում, սկսեցին հայտնվել հրապարակումներ անեծքի մասին։ Անանուն օգտատերերը գրում էին, թե ինչպես բոլոր նրանք, ովքեր փորձել էին վնասել Սերժին կամ նրա ընտանիքին, սկսեցին տառապել հետևանքներից։ Նիկոլ Փաշինյանը, որը առաջնորդել էր հեղափոխությունը, հաջորդ 2 տարվա ընթացքում կորցրեց Արցախը երկրորդ պատերազմում, ինչը ջախջախող հարված էր նրա քաղաքական հեղինակությանը։ Այլ գործիչներ, ովքեր մասնակցել էին Սերժի դատավարություններին, բախվեցին իրենց սեփական խնդիրներին՝ սկանդալներ, ֆինանսական դժվարություններ, անկում հասարակական վարկանիշում։ Իհարկե, հիմնավորված ապացույցներ չկան, որ այս բոլորը կապված է Ռիտայի մահվան հետ։ Պաշտոնական տվյալները հերքում են ցանկացած միստիկ կապ, բայց ժողովրդական հավատքը ավելի ուժեղ է, քան փաստաթղթերը։ Երբ մի քանի TikTok-ի ինֆլուենսերներ 2022 եւ 2023 թվականներին հրապարակեցին վիդեոներ Ռիտայի անեծք թեմայով 1 միլիոնից ավելի դիտումներով, այս տեսությունը դարձավ մաս ժողովրդական կուլտուրայի։ Բայց արդյոք դա իսկապես անեծք է, թե պարզապես մարդկանց մեջ կա կարիք գտնել բացատրություններ անբացատրելիին։ Երբ Ռիտա Մկրտչյանը, այն կինը, որը երբեմն եղել էր անծանոթ, որը կորցրել էր առաջին ամուսնուն առեղծվածային հանգամանքներում, դարձավ Ռիտա Սարգսյան, նախագահի ամուսինը, նրա կյանքը վերածվեց մի խորհրդավոր պատմության։ Նրա ներկայությունը Սերժի կողքին համընկավ նրա քաղաքական վերելքի հետ։ 2008-ից մինչև 2018 տարիներում Հայաստանը ապրեց համեմատաբար կայուն, թեկուզ հակասական շրջան։ Երբ նա մեկնեց, այդ կայունությունը փլատակվեց։ Սա կարող է լինել պարզապես պատմական համընկնում, բայց մարդկանց մտքում կապերը արդեն հաստատված են։ Հարցը մնում է, ինչպես է հնարավոր, որ մի կին, ով երբեք չուներ պաշտոնական քաղաքական պաշտոն, բացի հենց խորհրդականի կարգավիճակից, կարողացավ այդպիսի ազդեցություն ունենալ։ Պատասխանը կարող է ընկած լինել ոչ թե այն, ինչ նա ասաց, այլ այն մեջ, թե ինչպես ու երբ նա ազդեցություն գործեց։ Նրա խորհուրդները, նրա ներկայությունը, նրա սուր դիտարկումները, այս ամենը միասին կազմեց մի անտեսանելի ցանց, որը կարգավորում էր իշխանության հոսքերը, եւ երբ այդ ցանցը կտրվեց, ամեն ինչ փլուզվեց հետը։ Այս պատմությունը դեռ չի ավարտված։ Այն շարունակվում է յուրաքանչյուր նոր լուրով, յուրաքանչյուր նոր համընկնումով, յուրաքանչյուր նոր հարցով, որ մնում է անպատասխան։ Կարող է արդյոք մի կնոջ մահը փոխել երկրի ճակատագիրը։ Թե դա պարզապես հերթական առասպել է, որը մենք պատմում ենք, որպեսզի իմաստ գտնենք խաոսի մեջ։ Մի բան ստույգ է, Ռիտա Սարգսյանի անունը այլևս պարզապես անուն չէ։ Դա խորհրդանիշ է, անեծք է, հարց է, որը կմնա առեղծվածային։ Կա մի խոսք, որ երբեք չի արտասանվում բարձրաձայն հայկական ընտանիքներում, երբ կինը չի ուզում, որ նրա մանկությունը քննարկվի։ Ռիտայի դեպքում այս լռությունը ավելի խորն էր, քան պարզապես ընտանեկան գաղտնիք։ Նրա քույրը Նաիրան երբեք չի տվել հարցազրույցներ, չի հայտնվել հրապարակայնության մեջ, եւ շատերը մտածում էին, թե արդյոք ընդհանրապես գոյություն ունի։ Բայց 2021 թվականին, երբ Ռիտայի թաղումից արդեն 1 տարի անցավ, Նաիրան համաձայնվեց խոսել, բայց միայն անանուն ձայնագրությամբ։ Նրա խոսքերը պատմում են մի պատմություն, որը դրդում է վերանայել ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք։ Ռիտան երբեք չէր խոսում մեր հոր մասին, սկսում է նա, ձայնը դողում է։ Մեր հայրը մեկնել էր, երբ մենք դեռ փոքր էինք, ես հնգամյա, Ռիտան 8-ամյա։ Նա պարզապես գնաց եւ չվերադարձավ։ Մայրը պատմում էր, որ նա գործուղման է գնացել, բայց տարիներ անցան եւ նա երբեք չհայտնվեց։ Ռիտան դարձավ այն մարդը, ով պետք է հոգար ինձ, պետք է պաշտպաներ ամեն ինչից։ Եվ նա այդպես էլ արեց։ Բայց մի բան փոխվեց նրա մեջ։ Երբ մենք մեծանում էինք, նա սովորեց չվստահել տղամարդկանց։ Նա սովորեց չվստահել ընդհանրապես որևէ մեկին, ով խոստանում էր մնալ։ Այս վստահության բացակայությունը, որը սկսվեց մանկության ցավից, դարձավ Ռիտայի կյանքի հիմքը։ Նա երբեք չի թույլ տվել, որ որևէ մեկը տեսնի իր թույլ կողմերը, երբեք չի կիսվել խոլագույն վախերով, բացի Սերժից։ Նաիրան հիշում է մի տեսարան, երբ Ռիտան, արդեն Սերժի կինը, մի գիշեր զանգահարեց իրեն ուշ գիշերը։ Նա լաց էր լինում, ինչի ես երբեք չէի տեսել նրա մոտ։
Նա ասաց. Ես վախենում եմ, որ նա էլ կմեկնի, ինչպես հայրը։ Ես փորձեցի նրան համոզել, որ Սերժը այլ է, բայց նա միայն կրկնում էր. բոլորը մեկնում են, միշտ մեկնում են։ Սա է Ռիտայի իսկական վախը, ոչ թե քաղաքական ընդդիմությունը, ոչ թե հեղափոխությունները, այլ միայնությունը, որը սպառնում էր վերադառնալ ինչպես մանկության մութ ստվերը։ Երբ Ռիտան ամուսնացավ Սերժի հետ 2008 թվականի հուլիսին, քաղաքական Երևանը բուռն խոսում էր քաղաքականության մասին, բայց ոչ ոք չէր խոսում այն մասին, թե ինչպես էր նրանց առօրյա կյանքը։ Մի նախկին ծառա, ով աշխատել է նախագահական նստավայրում 2010-ից մինչև 2014 թվականները, համաձայնվեց խոսել, բայց միայն այն պայմանով, որ նրա անունը չի հրապարակվի։ Նրա վկայությունը բացում է մի աշխարհ, որը սովորաբար մնում է փակված դռների հետևում։ Յուրաքանչյուր առավոտ, ճիշտ 7 ժամին, Սերժը արթնանում էր եւ առաջին բանը, որ նա անում էր, խոսում էր Ռիտայի հետ։ Ոչ իր խորհրդականների հետ, ոչ անվտանգության ծառայության հետ, այլ նրա հետ։ Նրանք նստում էին միասին եւ քննարկում օրվա ծրագիրը։ Ինձ այդ տեսարանը միշտ տպավորել է, քանի որ Սերժը, որը ամբողջ երկրի առաջ թվում էր անսասան, Ռիտայի առջև դառնում էր այլ մարդ։ Նա լսում էր նրան ուշադրությամբ, երբեմն նույնիսկ փոխում էր որոշումները նրա խորհրդով։ Բայց ավելի հետաքրքիրը այն էր, որ տեսնում էր ծառան, երբ նրանք միայնակ էին։ Մի անգամ ես պատահաբար ականատես եղա մի խոսակցության, որը տեղի ունեցավ ուշ երեկոյան գրասենյակում։ Ռիտան խոսում էր հանգիստ, բայց վճռական։ Նա ասաց. դու չես կարող վստահել այդ մարդկանց։ Նրանք կսպասեն առաջին հնարավորությանը քեզ դավաճանելու համար։ Սերժը փորձեց պաշտպանել նրանց, բայց Ռիտան կտրեց. Ես տեսել եմ ինչպես են մարդիկ փոխվում, երբ իշխանությունը տեղափոխվում է։ Դու պետք է միշտ պատրաստ լինես առաջինը հարված հասցնելու։ Սա ոչ թե անեծք էր, այլ ռազմավարություն, որը ծնվել էր տառապանքից եւ վախից կորցմելուց։ Հարցը, որը շատը տատերը տալիս են, արդյոք Ռիտայի ազդեցությունը սահմանափակվում էր միայն խորհրդատվությամբ, թե ավելի խորը։ Պատասխանը գտնվում է ոչ թե պաշտոնական փաստաթղթերում, այլ անձնական հարաբերությունների մեջ, որոնք չեն գրանցվում ոչ մի արխիվում։ Նա իրան հիշում է մի այլ դրվագ, որը տեղի ունեցավ 2017 թվականի ձմռանը, քիչ առաջ հեղափոխությունից։ Ռիտան զանգահարեց ինձ եւ ասաց, որ պետք է հանդիպենք անմիջապես։ Երբ եկա, նա տվեց ինձ մի փոքրիկ արկղ, լցված փաստաթղթերով եւ անձնական իրերով։ Նա ասաց. եթե ինչ-որ բան պատահի ինձ, այս իրերը պետք է հասնեն միայն Սերժին, ոչ ոք այլի։ Ես հարցրի. ինչու, ինչ է պատահելու, բայց նա միայն ասաց. պարզապես պահիր դրանք։ Այդ արկղը երբեք չի բացվել, եւ նա իրան հիշում է, որ երբ Ռիտան մահացավ 2020 թվականին, նա փորձեց այն հանձնել Սերժին, բայց նա մերժեց։ Նա նայեց արկղին եւ ասաց. ինչը կարևոր էր, ես արդեն գիտեմ, իսկ մնացածը արդեն նշանակություն չունի։ Ինչ կար այդ արկղում, մենք երբեք չենք իմանա, բայց դրա գոյությունը ցույց է տալիս, որ Ռիտան գիտեր, վտանգը մոտենում է, եւ նա պատրաստվում էր վերջին անգամ։ Բայց Ռիտայի ազդեցությունը չէր սահմանափակվում միայն Սերժի վրա։ Նրա ընտանիքը, երեխաները, մտերիմ ընկերները բոլորը զգում էին նրա ներկայությունը որպես պաշտպանող ուժ։ Մի հարազատ, ով խնդրեց մնալ անանուն, պատմում է. երբ Ռիտան կար, ընտանիքը զգում էր անվտանգ։ Ոչ թե որովհետև նա ուներ իշխանություն, այլ որովհետև նա ուներ այն սուր ինտուիցիան, զգալու վտանգը մինչև այն հասնելը։ Նա կարող էր նայել մարդու աչքերի մեջ եւ ասել. այդ մարդը ստում է եւ միշտ ճիշտ էր ելնում։ Երբ նա մեկնեց, մենք կորցրինք ավելին, քան ընտանիքի անդամ, մենք կորցրինք մեր ինտուիտիվ ուղղությունը։ Սա այն հատկությունն էր, որը շատերը բնութագրում էին որպես միստիկ, բայց իրականում դա ավելի շատ մարդկային հասկացողության եւ տառապանքից սովորած դասերի համադրություն էր։ Հանրությանը երբեք չի ցուցադրվել Ռիտայի իսկական դեմքը։ Մարդիկ տեսել են նախագահի կնոջը, խորհրդականին, միստիկ ազդեցիկ կնոջը, բայց ոչ ոք չի տեսել կինը, որը ամեն երեկո վերադառնում էր տուն եւ հանում էր հանրային դիմակը։ Մի նախկին մտերիմ ընկերուհի, որը կիսվում է իր հիշողություններով, պատմում է մի այլ Ռիտայի մասին։ Երբ մենք նստում էինք միասին առանց ուրիշների, Ռիտան դառնում էր այլ մարդ։ Նա խոսում էր իր երազանքների մասին, սովորական երազանքներ, ինչպիսիք ունի ցանկացած կին։ Նա ուզում էր ճանապարհորդել, տեսնել աշխարհը, ապրել սովորական կյանքով, որտեղ ոչ ոք չի հետևում նրա ամեն քայլին։ Բայց այս երազանքները երբեք չիրականացան։ Ռիտայի կյանքը դարձավ կրկնակի գոյություն, հանրային դիմակը եւ մասնավոր ցավը։ Նա պարտավորված էր պահպանել ուժեղ իմիջը, մինչդեռ իր ներսում տարապում էր, հստակ գիտակցությամբ, որ յուրաքանչյուր առավոտ կարող է լինել վերջինը։
Այս ստվերային կյանքը սկսվեց ոչ թե 2008 թվականին, երբ նա դարձավ նախագահի կինը, այլ շատ ավելի վաղ, երբ նա համաձայնվեց կապել իր ճակատագիրը մի մարդու հետ, ով գործում էր իշխանության ամենամութ անկյուններում։ 2006 թվականին, երբ Սերժը դեռ պաշտպանության նախարար էր, Ռիտան մի անգամ ասաց իր ընկերուհուն. «Ես գիտեմ, որ նա անում է այն ամենը, ինչ պետք է անի երկրի համար։ Բայց երբեմն գիշերները ես արթնանում եմ եւ մտածում, արդյոք դա արժե այն ամենը, ինչ մենք կորցնում ենք»։ Ինչ էին նրանք կորցնում։ Առաջին հերթին մասնավոր կյանքը, այն պարզ մարդկային կապերը, որոնք հնարավոր են, երբ դու չես գտնվում հանրության կենտրոնում։ Ռիտան չէր կարող պարզապես գնալ շուկա, պարզապես հանդիպել ընկերների հետ, առանց պահակազորի, առանց հսկողության։ Նրա յուրաքանչյուր քայլ վերահսկվում էր ոչ միայն անվտանգության նպատակներով, այլև քանի որ նա ներկայացնում էր մի խորհրդանիշ։ Սակայն նրա ընկերուհին հիշում է մի տեսարան, որը բացահայտում է, թե որքան ծանր էր այդ բեռը։ Մենք նստած էինք նրանց տանը, եւ Ռիտան հանկարծ ասաց. «Գիտես, երբեմն ես մտածում եմ, արդյոք ամեն ինչ այլ կլիներ, եթե ես ընտրեի այլ ուղի։ Եթե ես մնայի պարզապես Ռիտա Մկրտչյան, առանց այս ամենի»։ Ես տեսա նրա աչքերում արցունքներ, բայց նա շտապ դրանք սրբեց եւ ասաց. «Բայց ես ընտրեցի, եւ հիմա պետք է վերջացնեմ այդ ճանապարհը»։ Սա էր Ռիտայի ողբերգությունը։ Նա գիտեր, որ դարձ չկա, եւ միակ ուղին առաջ է դեպի այն անծանոթը, որը սպասում էր։ Բայց կրկնակի կյանքը չէր վերաբերում միայն հանրային եւ մասնավոր դիմակներին։ Կային ավելի խորը շերտեր, որոնք նույնիսկ մտերիմները չէին տեսնում։ Մի աղբյուր, ով աշխատել է նրանց ապարատում, հիշում է մի էպիզոդ։ Երբ հանդիպումներ էին տեղի ունենում նախագահականում, Ռիտան երբեմն մտնում էր սենյակ, որտեղ քննարկվում էին մեծ հարցեր։ Նա սովորաբար չէր խոսում, միայն լսում։ Բայց հետո, երբ բոլորը հեռանում էին, նա մնում էր Սերժի հետ միայնակ։ Ես մի անգամ պատահաբար լսեցի, երբ նա ասում էր. «Այդ մարդը ստում էր քեզ»։ Ես տեսա նրա ձեռքերը ինչպես էր նա խոսում։ Նա ինչ-որ բան թաքցնում է։ Սերժը պաշտպանում էր այդ մարդուն, բայց Ռիտան կտրուկ ասաց. «Դու պետք է հետազոտես նրան։ Եթե ես սխալվում եմ, ես կներեմ, բայց եթե ճիշտ եմ, եւ դու անտեսես, մենք ամենը կկորցնենք»։ 2 շաբաթ անց պարզվեց, որ այդ մարդը իսկապես կապեր ուներ ընդդիմության հետ եւ փորձում էր դավաճանել նրանց։ Սա էր Ռիտայի իսկական արժեքը, ոչ թե խորհրդատվությունը, այլ այդ սուր ինտուիտիվ ունակությունը, տեսնել ճշմարտությունը, երբ բոլորը տեսնում են միայն մակերեսը։ Երբ 2018 թվականի հեղափոխությունը սկսվեց, Ռիտայի կյանքը մտավ նոր փուլ՝ անվտանգության խորը ճգնաժամ։ Նրա ընտանեկան անդամներից մեկը պատմում է, որ աչքերում հայտնվեց մի նոր տեսակի վախ։ Այլևս դա չէր վախը կորցնելու անցյալը, այլ վախը, որ ամեն ինչ, ինչ նրանք կառուցել էին, կփլատակվի։ Պահակները, որոնք երբեմն սովորել էին նրան պաշտպանել, հիմա դարձել էին անորոշ դաշնակիցներ։ Ոմանք նրանցից անցել էին հեղափոխականների կողմը, իսկ ուրիշները պարզապես սպասում էին տեսնել, թե ով է հաղթելու։ Այս անորոշությունը Ռիտայի համար այրում էր ավելի քան ցանկացած հակամարտություն։ Նա սովորել էր ապրել հակառակորդների հետ, բայց վստահության կորուստը բոլոր շրջապատի մեջ էր այն ամենասպառնալիչը։ Մի նախկին անվտանգության սպա, որը ծառայում էր այդ օրերին, հիշում է. Ռիտան մի օր կանչեց ինձ եւ հարցրեց. «Ում վրա կարող ենք դեռ վստահել»։ Ասա ինձ անկեղծորեն, ոչ պաշտոնական պատասխան։ Ես լռեցի, քանի որ իսկապես չգիտեի։ Նա ինքն էր հասկացավ, կատարյալ լռությունը ավելին ասում էր, քան ցանկացած բառ։ Նա միայն գլուխ շարժեց եւ ասաց. «Ես գիտեի, մենք միայնակ ենք»։ Սա էր Ռիտայի վերջին տարիների իրականությունը։ Զգալ այն ստվերները, որոնք մոտենում էին, սակայն չունենալ միջոցներ դրանք կանխարգելելու։ Այդ անվտանգության ճգնաժամը ուղեկցվեց նաև ֆիզիկական վատթարացմամբ։ Բժիշկները, որոնք բուժում էին Ռիտային 2019 թվականից, պատմում են, որ նրա սրտի խնդիրները սկսեցին սրվել ճիշտ այն ժամանակ, երբ քաղաքական իրավիճակը դարձավ անկայուն։ Սթրեսը սպանում է սիրտը ավելի արագ, քան ցանկացած հիվանդություն, ասում է մի կարդիոլոգ, որը խնդրեց մնալ անանուն։ Երբ Ռիտան գալիս էր ստուգման, նրա արյունային ճնշումը գերազանց էր բարձր նորմալից։ Ես նրան խորհուրդ էի տալիս հոսպիտալացում, բայց նա հրաժարվում էր, ասելով, որ չի կարող լքել Սերժին այդ դժվար պահերին։ Նա ասում էր. «Երբ ամեն ինչ կավարտվի, ես կբուժվեմ, բայց ոչ հիմա»։ Սակայն ավարտը չեկավ այնպես, ինչպես նա հուսով էր։ Այդ բժիշկը հիշում է, որ վերջին անգամ, երբ նա տեսավ Ռիտային, նրա դեմքը արտացոլում էր ոչ միայն ֆիզիկական ցավ, այլև հոգեկան ծանրությունը, պարտության գիտակցությունը։ Նա ասաց ինձ. «Բժիշկ, ասա ինձ ճշմարտությունը, որքան ժամանակ ունեմ»։ Ես փորձեցի խուսափել ուղղակի պատասխանից, բայց նա կրկնեց. «Ես պետք է գիտեմ, որ պլանավորեմ»։ Ես ասացի.
Եթե շարունակես այսպես, վերջը մոտ է։ Բայց եթե դադարեցնես սթրեսը, կարող ես ապրել դեռ տարիներ։ Նա միայն ժպտաց եւ ասաց. Ես չեմ կարող դադարեցնել։ Դա իմ ճակատագիրն է։ Եվ սա բերեց հերթական հարցի. արդյոք Ռիտան կամավոր զոհաբերում էր իր առողջությունը, թե նա պարզապես չուներ այլընտրանք։ Նրա քրոջ Նաիրայի խոսքով Ռիտան չէր ապրում իր համար 2008-ից սկսած։ Նա ապրում էր Սերժի համար, երեխաների համար, ընտանիքի համար։ Նրա անձնական ուզածները մղվում էին ետնախորշ, եւ երբ վերջապես իրադրությունը պահանջեց ամենամեծ զոհողությունը, նա տվեց դա՝ իր սեփական կյանքը։ Բայց այդ զոհողության հետևանքները էին ավելին, քան պարզապես մի կյանքի կորուստ։ Դա էր ամբողջ ընտանիքի ճակատագրի փոփոխություն։ Սկիզբային վերջի, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել։ 2019 թվականի սեպտեմբերին, երբ աշնանային անձրևները սկսեցին լվանալ Երևանի փողոցները, Ազգային անվտանգության ծառայության արխիվում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը երբեք չհրապարակվեց։ 3 մարդ, բոլորը բարձրաստիճան պաշտոնյաներ, մտան հատուկ պահպանվող բաժին եւ պահանջեցին մուտք դեպի հատուկ դասակարգված նյութեր՝ կոդ MM-թվաներեք5։ Պահպանության աշխատողը, ով այդ օրը հերթապահում էր, հիշում է յուրաքանչյուր մանրամասնություն։ Նրանք ներկայացրին բարձրագույն մակարդակի լիազորագիր, ստորագրված անձամբ ծառայության ղեկավարի կողմից։ Ես չէի կարող հրաժարվել։ Նրանք տարան 3 ծավալուն թղթապանակ, յուրաքանչյուրը մոտավորապես 200 թերթ։ Երբ հարցրի, երբ կվերադարձնեն, նրանցից մեկը, այն մարդ, ում դեմքը հիշում եմ լավագույնս, ասաց. այդ նյութերը այլևս պետք չեն։ 3 ժամ անց նրանք վերադարձան, բայց առանց թղթապանակների։ Երբ հարցրի, որտեղ են, նույն մարդը ասաց. դրանք ոչնչացվել են համաձայն հատուկ ցուցումի, ստորագրիր ապացույցը։ Ես ստորագրեցի, բայց ներսում ինչ-որ բան սառեց։ Ես գիտեի, որ այդ նյութերը վերաբերում էին բարձրագույն մակարդակին, բայց ինչին, երբեք չիմացա։ Ինչ էր այդ թղթապանակներում։ Ինչպիսի տեղեկություններ էին այնքան վտանգավոր, որ պետք էր ոչնչացվեին հենց այն օրերին, երբ Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը սկսեց քայքայվել։ Կոդը MM նշանակում էր մեդիցինական մաթյան, այն դասակարգումը, որը կիրառվում էր միայն ամենաբարձր պաշտոնյաների առողջության գաղտնի փաստաթղթերի համար։ Ով էր պատվիրել այդ ոչնչացումը։ Եվ ամենակարևորը, ինչու հենց այդ ամիսը, երբ Ռիտան սկսեց մերժել բուժումը եւ խոսել ժամանակի սակավության մասին։ Ռիտայի մահից հետո, երբ թղթապանակների գոյության մասին տարածվեցին համրջելով, մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա արտասահմանից, որտեղ նա այժմ ապրում է, համաձայնվեց խոսել անանուն ձայնագրության միջոցով։ Նրա խոսքերը բացում են մի ավելի մութ իրականություն։ Այդ թղթապանակները ներառում էին ամբողջական բժշկական պատմություն Ռիտա Սարգսյանի, սկսած 2012 թվականից։ Նրանում էին բոլոր ախտորոշումները, բոլոր բուժման փուլերը, բոլոր մարգարեությունները, թե ինչքան ժամանակ նրան մնում է, եթե չբուժվի լուրջ կերպով։ Բայց ամենավտանգավորը այն էր, որ այդտեղ նաև ներառված էին փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, ով գիտեր այս ախտորոշման մասին եւ երբ։ Հատկապես մի փաստաթուղթ 2017 թվականի դեկտեմբերից, որտեղ գրված էր, որ եթե սթրեսը չնվազեցվի, նրան մնում է ոչ ավելի քան 2 տարի։ Սա կանխատեսում էր, որ 2020-ին նա կկորցվի, եւ ճիշտ այդպես էլ եղավ։ Բայց ինչու այդ փաստաթուղթը գտնվում էր անվտանգության արխիվում, այլ ոչ թե բուժական համակարգում։ Պատասխանը պարզ է, որովհետև որոշ մարդիկ գիտեին, որ նրա մահը կփոխի քաղաքական հավասարակշռությունը, եւ նրանք պատրաստվում էին դրան։ Այս բացահայտումը հանգեցնում է հաջորդ հարցին. ով էր այդ մարդիկ, ովքեր ոչ միայն գիտեին Ռիտայի վիճակի մասին, այլև օգտագործում էին այդ տեղեկությունը որպես ռազմավարական գործիք։ Պատասխանը ընկած է ոչ թե պաշտոնական գործիքների, այլ ստվերային հարաբերությունների մեջ։ 2018 թվականից հետո, երբ Սերժ Սարգսյանը կորցրեց իշխանությունը, նրա շուրջ մնացած մարդկանց ցանկը սահմանափակվեց։ Բայց ոմանք, ովքեր նախկինում հանդես էին գալիս որպես լոյալ դաշնակիցներ, սկսեցին ցույց տալ այլ երեսներ։ Մի նախկին խորհրդական, որը տասնամյակներ աշխատել էր Սերժի կողքին, հիշում է մի տեսարան 2019 թվականի գարնանից։ Մենք հավաքվել էինք քննարկելու ֆինանսական ռազմավարությունը, երբ Սերժը հանկարծ ասաց. Ռիտան ինձ ասել է, որ մենք չենք կարող վստահել բոլորին այս սենյակում։ Դա սարսափ առաջացրեց։ Բոլորը սկսեցին նայել միմյանց վրա։ Բայց Սերժը չասաց ով, եւ հանդիպումը շարունակվեց, կարծես ոչինչ չի եղել։ Բայց այդ օրվանից բոլորը սկսեցին զգալ անվստահություն։ Եվ 3 ամիս անց, երբ Ռիտան մահացավ, մենք հասկացանք նա գիտեր ավելին, քան մենք կարծում էինք։ Ֆիզիկական անկումը չէր սահմանափակվում միայն Ռիտայով։
Սերժ Սարգսյանը, ով 2008 թվականին նախագահ էր դարձել որպես 64 տարեկան էներգիավոր մարդ, 10 տարի անց 2018-ին թվում էր 30 տարով ավելի ծեր։ Նրա մազերը, որոնք մի ժամանակ մեծ մասամբ սև էին եղել, այժմ ամբողջովին ճերմակ էին։ Նրա քայլքը, որը նախկինում վստահ եւ արագ էր, դարձել էր դանդաղ եւ ծանր։ Բայց ամենաշշմեցուցիչը նրա դեմքի փոփոխությունն էր։ Մի լուսանկարիչ, որը տասնամյակներ նկարահանել էր պաշտոնական միջոցառումներ, համեմատեց 2010-ի եւ 2018-ի լուսանկարները։ Աչքերը ամեն ինչ ասում են։ 2010-ին նրա աչքերը լի էին վճռականությամբ եւ հավատով։ 2018-ին հոգնածությամբ եւ մի տեսակ ընդունման։ Կարծես նա արդեն գիտեր, որ վերջն է մոտենում եւ պարզապես սպասում էր դրան։ Բայց ֆիզիկական փոփոխությունները չէին սահմանափակվում միայն արտաքինով։ Մի բժիշկ, որը տեսել էր Սերժին 2019-ին նորակ, պաշտոնապես ստուգման ժամանակ, պատմում է. նրա արյան ճնշումը անկանոն էր, քունը խանգարված, եւ նա հրաժարվում էր լուրջ հանգստից։ Երբ առաջարկեցի ինտենսիվ բուժում, նա ասաց. «Երբ Ռիտան բուժվի, ես էլ կբուժվեմ»։ Բայց մենք գիտեինք, որ Ռիտայի բուժումը անհնար էր, առանց լիարժեք հոսպիտալացման, որը նա մերժում էր։ Նրանք կապված էին մի փոխադարձ կախվածությամբ, որը դառնում էր ինքնասպան։ Այս փոխադարձ քայքայումը, ֆիզիկական եւ հոգեբանական, դարձավ ամենավառ խորհրդանիշը վերջին տարիների։ Ռիտան քայքայվում էր սրտային խնդիրներով, Սերժը հոգեբանական ճնշումով։ Բայց երկուսն էլ հրաժարվում էին դադարեցնել։ Նրանց դուստրը, որը քչերս համաձայնվեց խոսել Անանուն, հիշում է վերջին ընթրիքը, որը նրանք ունեցան երեք միասին, քիչ առաջ Ռիտայի մահից։ Մայրիկս նստած էր սեղանի մոտ, բայց նա գրեթե ոչինչ չկերավ։ Նա միայն նայում էր հորս աչքերի մեջ եւ ասաց. «Խոստացիր ինձ, որ դու կշարունակես, անկախ նրանից, թե ինչ կլինի»։ Հայրս փորձեց խոսել, բայց մայրիկս կտրեց. «Խոստացիր»։ Հայրս միայն գլուխ շարժեց։ Այդ երեկո ես հասկացա, որ մայրիկս պատրաստվում էր ինչ-որ բանի, ինչը մեզ չէր ասում։ Արդյոք Ռիտան գիտեր, որ իր մահը անխուսափելի է եւ փորձում էր պատրաստել ընտանիքին այն օրվան, երբ նրան այլևս չի լինի։ Թե նա պարզապես զգում էր, որ իրադարձությունները շարժվում են դեպի մի կետ, որից դարդ չկա։ Եվ այդ կետը եկավ ավելի արագ, քան ցանկացած մեկը կարող էր կանխատեսել։ Հունվարի 20-րդի երեկոյան, երբ Ռիտան զգաց առաջին սրտի ցավը, նա չզանգահարեց շտապ օգնության։ Փոխարենը նա զանգահարեց Սերժին, ով այդ պահին գտնվում էր հանդիպման մեջ։ Մի ականատես, որը պատահաբար լսեց այդ զանգը, հիշում է, Սերժը պատասխանեց եւ նրա դեմքը անմիջապես փոխվեց։ Նա ասաց. «Ես գալիս եմ հենց հիմա» եւ հեռացավ առանց բացատրության։ Երբ նա վերադարձավ 3 ժամ անց, նրա աչքերը կարմիր էին եւ նա պարզապես ասաց. «Հանդիպումը չեղարկված է»։ Մենք հասկացանք, որ ինչ-որ ճակատագրական բան էր տեղի ունեցել։ Սակայն պաշտոնական տվյալների համաձայն Ռիտան մահացավ հաջորդ առավոտյան 17 ժամ 20 րոպե։ Ինչու այդ ժամանակային տարբերությունը։ Ինչպես անցավ ամբողջ գիշերը, եթե առաջին սրտի կանգը եղավ երեկոյան։ Պատասխանները թաքնված են բժշկական փաստաթղթերում, որոնք երբեք լիովին չհրապարակվեցին։ Բայց ամենախորը խորհուրդը չէր վերաբերվում Ռիտայի մահվան դրվագներին, այլ այն, ինչ տեղի ունեցավ անմիջապես դրանից հետո։ Երբ հունվարի 22-ին հրապարակվեց պաշտոնական հայտարարությունը, քաղաքական Երևանում սկսվեց մի խաղ, որը շատերը չէին սպասում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը 2 տարի շարունակ պայքարել էր Սերժի դեմ, հանկարծ դարձավ զգուշավոր եւ համեմատաբար լուռ։ Պաշտոնական ցավակցությունները ստորագրվեցին, բայց առանց հատուկ ջերմության։ Սակայն ավելի հետաքրքիրը այն էր, որ մի շարք քաղաքական գործիչներ, ովքեր նախկինում բարձրաձայն էին Սերժի կալանավորման պահանջներով, հանկարծ լռեցին։ Ինչու։ Պատասխանը կարող է ընկած լինել մի փաստաթղթում, որի գոյության մասին շշնջացին միայն ստվերային շրջանակներում։ 2019 թվականի նոյեմբերին, երբ Ռիտայի առողջությունը արդեն կրիտիկական էր, նա պատվիրել էր իր իրավաբանին կազմել մի հատուկ փաստաթուղթ, կոչված անվանացանք։ Այդ փաստաթղթում ներառված էին անուններ 35 մարդու, ովքեր տարբեր ժամանակահատվածներում փորձել էին վնասել Սերժին կամ նրա ընտանիքին։ Բայց դա չէր պարզապես ցուցակ։ Յուրաքանչյուր անվան կողքին նշված էր փաստաթղթային ապացույցների մասին, ֆինանսական կապեր, թաքնված գործարքներ, խախտումներ, որոնք կարող էին ոչնչացնել այդ մարդկանց քաղաքական կարիերան։ Եվ ամենակարևորը, այդ փաստաթղթերի պատճենները պահվում էին 3 տարբեր տեղերում, 3-ը արտասահմանում։ Մի նախկին իրավաբան, որը մասնակցել է այդ անվանացանկի կազմանը, պատմում է. «Ռիտան ինձ ասաց. սա ապահովագրություն է։ Եթե ինձ ինչ-որ բան պատահի, այս տեղեկությունները պետք է հրապարակվեն միայն այն դեպքում, եթե Սերժին կամ մեր ընտանիքին սպառնացող վտանգ լինի»։
Նա չխոսեց անեծքի մասին, ոչ միստիկայի մասին։ Դա էր մաքուր ռացիոնալ քայլ, պաշտպանելու իր սիրելիներին նույնիսկ իր մահից հետո։ Բայց լուրերում, սոցիալական ցանցերում սկսեցին տարածել, որ ով էլ այդ ցանկում է, նա կտարապի Ռիտայի անեծքից։ Իրականում դա էր ռազմավարական ազդեցություն, ոչ թե խորհրդավորություն։ Սակայն այն փաստը, որ մի քանի մարդ այդ ցանկից իսկապես բախվեցին լուրջ խնդիրների 2022 եւ 2023 թվականներին, դարձրեց այս տեսությունը ավելի համոզիչ հասարակական մտքում։ Բայց ով էր իսկական շահառուն Ռիտայի մահից։ Ով ստացավ ամենամեծ օգուտը այդ ողբերգությունից։ Պատասխանը ոչ միայնակ է, այլ բարդ։ Անմիջապես հունվարի 22-ից հետո քաղաքական դիրքերում սկսեցին տեղի ունենալ փոփոխություններ։ Մի անձ, ով նախկինում եղել էր Սերժի մերձավոր շրջանում, բայց 2018-ից հետո հեռացել էր լույսերից, հանկարծ վերահայտնվեց նոր դերերով եւ ազդեցությամբ։ Նրա անունը նշված չէր հրապարակայնորեն, բայց մի քանի աղբյուրներ նույնականացնում են նրան որպես նախկին ֆինանսական խորհրդական, անձ, ով ուներ մուտք դեպի Սերժի եւ Ռիտայի բոլոր գաղտնի հաշիվները։ 2020 թվականի մարտին, 3 ամիս Ռիտայի մահից հետո, այս մարդը ձեռք բերեց մեծ սեփականություն Երևանի կենտրոնում։ Գին, որը շուկայականից զգալիորեն ցածր էր։ 2021-ին նա հիմնեց մի նոր ընկերություն, որը ստացավ մի շարք պետական պատվերներ։ Համընկնություն, թե մանրակրկիտ պլանավորված քայլեր։ Մի քննիչ լրագրող, որը տարիներ հետևում է ֆինանսական հոսքերին, վերլուծեց այդ գործարքները եւ եկավ ցնցող եզրակացության։ Եթե հետևեք փողերին, կտեսնեք ճանապարհ, որը սկսվում է Սերժի մերձավոր շրջանակից, անցնում է մի շարք թաքնված ընկերությունների միջով եւ վերջում հասնում է մի անձի, ով հիմա վերահսկում է ավելի քան 5% Երևանի անշարժ գույքի շուկայի։ Այս մարդը չի հայտնվում պաշտոնական փաստաթղթերում որպես սեփականատեր, բայց բոլոր կառուցվածքները հանգում են նրան։ Եվ ամենահետաքրքիրը, Ռիտայի մահից հետո բոլոր այդ գործարքները արագացան։ Կարծես նրա բացակայությունը բացեց դռներ, որոնք նախկինում փակ էին։ Սա եւ է Ռիտայի իսկական անեծքը։ Ոչ թե միստիկ ուժը, այլ այն փաստը, որ նրա մահը թույլ տվեց մարդկանց, ովքեր սպասում էին ստվերում, վերցնել այն, ինչ նախկինում անհասանելի էր։ Երբ վստահում ես մարդուն ամբողջ սրտով, երբ բացում ես առջևը բոլոր գաղտնիքներդ, երբ համոզված ես, որ այդ մարդը կմնա կողքիդ մինչև վերջ, առավել ցավոտ է իմանալ, որ ճիշտ այդ մարդը դարձել է քո անկման գործիքը։ 2019 թվականի հոկտեմբերին, երբ աշնանային քամիները սկսեցին պոկել Երևանի ծառերի վերջին տերևները, Սերժ Սարգսյանի նախկին անվտանգության խորհրդարաններից մեկը, մարդ, որը 30 տարի ծառայել էր նրան անվերապահորեն, կատարեց քայլ, որը փոխեց ամեն ինչ։ Նա հանդիպեց նոր իշխանությունների ներկայացուցչի հետ անծանոթ ռեստորանում, որտեղ ոչ ոք չէր սպասում նրան տեսնել։ Հանդիպումը տևեց 3 ժամ, եւ երբ նրանք բաժանվեցին, այդ խորհրդականի պայուսակում էր մի փաթեթ լցված փաստաթղթերով, որոնք պարունակում էին Սերժի վերջին ֆինանսական գործարքների մանրամասները։ Ով տեսավ այդ տեսարանը հեռվից։ Մի պատահական ճանապարհորդ, ով նույնպես ուտում էր մոտակա սեղանի մոտ։ Նա չէր կարող լսել խոսակցությունը, բայց տեսավ դեմքերը՝ մեկը լարված, մյուսը գոհ։ Երբ այդ ճանապարհորդը մի ամիս անց պատահաբար իմացավ, թե ով էր այդ խորհրդականը, նա զգաց սառը սարսափ։ Ինչու՞։ Որովհետև հենց այդ մարդն էր, որին Ռիտա Սարգսյանը երբեմն անվանել էր երկրորդ եղբայր։ Մարդը, որին Սերժը վստահել էր իր ամենագաղտնի գործերը։ Եվ հիմա նույն այդ մարդը նստած էր ընդդիմության հետ, փոխանակելով տեղեկություններ։ Բայց դավաճանությունը չէր սահմանափակվում միայն մեկ մարդով։ 2020 թվականի հունվարին, երբ Ռիտան արդեն իր վերջին շաբաթներում էր, նա սկսեց նկատել տարօրինակ նշաններ։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եկել էին իրենց տուն անմիջապես, հիմա սկսեցին ուշանալ, հրաժարվել հանդիպումներից, պատճառաբանել անհապաղ գործերով։ Հեռախոսազանգերը, որոնք նախկինում անմիջապես պատասխանվում էին, այժմ մնում էին անպատասխան։ Ռիտայի քույր Նայրան հիշում է մի երեկո, երբ Ռիտան նստած էր իր սենյակում եւ կրկնակի ստուգում էր հին նամակները, հին նկարները։ Երբ Նայրան հարցրեց ինչու է դա անում, Ռիտան միայն ասաց. «Ես փորձում եմ հիշել, ովքեր էին իսկապես հավատարիմ եւ ովքեր միայն սպասում էին իրենց պահին»։ Այդ պահը եկավ ավելի արագ, քան նա կարծում էր։ Հունվարի 19-ը, երբ Ռիտան հրավիրեց իր մտերիմ ընկերներից հնգին վերջին թեյի համար, եկան միայն երկուսը։ Մյուս 3 ուղարկեցին ներողություններ, հիվանդություն, ճանապարհորդություն, անհետաձգելի գործ։ Բայց 2 օր անց, երբ նորություններում հայտնվեց, որ Սերժի դեմ նոր քրեական գործ է բացվել, այդ 3 մարդը հայտնվեցին հանրային միջոցառման մեջ, ժպտում եւ զրուցում նոր իշխանությունների հետ։
Դա էր ամենացավալի հարվածը, ոչ թե քաղաքական պարտությունը, այլ անձնական դավաճանությունը այն մարդկանցից, ում Ռիտան համարում էր ընտանիք։ Մի նախկին ծառա, ով տեսել էր Ռիտային այդ օրերին, Պատմում է. Նա նստած էր Բադուհանի մոտ եւ նայում դեպի քաղաքը։ Ես մոտեցա եւ հարցրի. «Արդյոք ինչ-որ բան պետք է»։ Նա շրջվեց եւ նայեց ինձ այնպիսի աչքերով, որ ես երբեք չեմ մոռանա։ Աչքեր լի ցավով, բայց ոչ զայրույթով։ Նա ասաց. «Գիտես, ամենաանսպասելին չէ, որ քեզ հարձակվում են թշնամիները։ Ամենաանսպասելին է, երբ թշնամիները դառնում են նրանք, ում դու սիրում էիր որպես ընտանիք»։ Հետո նա դարձավ դեպի պատուհանը եւ ավելացրեց. «Բայց ես պետք է պաշտպանեմ Սերժին նույնիսկ դրանցից։ Նույնիսկ եթե դա վերջին բանն է, որ անում եմ»։ Այդ խոսքերը, որոնք այն ժամանակ թվացին պարզապես էմոցիոնալ արտահայտություն, հետագայում ձեռք բերեցին մրցակցային նշանակություն։ Երբ հունվարի 21-ին Ռիտան մահացավ, նրա անձնական սեղանի դարակից գտնվեց մի փոքրիկ տետր, գրված նրա ձեռքով։ Այնտեղ էին թվարկված 30 անուններ, մարդիկ, ում նա անվանում էր սպասողներ։ Յուրաքանչյուր անվան կողքին կողքին կար մի կարճ նշում. 2018 հեռացավ, 2019 դադարեցրեց զանգելը, 2020 նմենքսանդ մերժեց հանդիպումը։ Սա էր Ռիտայի վերջին ցուցակը, ոչ թե վրեժխնդրության, այլ պաշտպանության համար։ Նա գիտեր, որ երբ ինքը չչի լինի, Սերժը կմնա միայնակ այս մարդկանց դեմ։ Կա մի պահ յուրաքանչյուր մարդու կյանքում, երբ նա հասկանում է, ժամանակը սպառվում է եւ պետք է կատարել վերջին փորձը փրկելու համար այն, ինչ կարեւոր է։ Ռիտա Սարգսյանի համար այդ պահը եկավ 2019 թվականի դեկտեմբերի սկզբին։ Նա նստած էր բժշկի ախտորոշումը կարդալով։ Տեքստ, որը պարզորեն նշում էր, որ առանց անմիջական վիրահատության նրան մնում է ամիսներ, ոչ ավելի։ Բայց Ռիտան մերժեց հոսպիտալացումը։ Փոխարենը նա սկսեց իրականացնել մի պլան, որը նա կոչում էր վերջին պաշտպանություն։ Առաջին քայլը հավաքել բոլոր կարևոր փաստաթղթերը, բոլոր ապացույցները, բոլոր տեղեկությունները, որոնք կարող էին պաշտպանել Սերժին նրա մահից հետո։ Երկրորդ քայլը տեղադրել դրանք 3 տարբեր վայրերում, 3 արտասահմանում, տարբեր երկրներում, տարբեր մարդկանց մոտ։ Երրորդ քայլը կազմել հրահանգներ այն մարդկանց համար, ովքեր կմնան Սերժի կողքին։ Նրա մտերիմ ընկերուհին, ով համաձայնվեց խոսել առաջին անգամ 50 տարիներից հետո, անանուն, պատմում է այդ վերջին օրերի մասին։ Ռիտան կանչեց ինձ դեկտեմբերի 7-ին եւ ասաց. «Պետք է հանդիպենք, շատ կարեւոր է»։ Երբ եկա, նա նստեցրեց ինձ եւ տվեց մի փաթեթ, կնքված եւ ծանր։ Նա ասաց. «Այս փաթեթը պետք է բացես միայն այն դեպքում, եթե Սերժին լուրջ վտանգ սպառնա իմ մահից հետո։ Ներսում ամեն ինչ կա, անուններ, փաստաթղթեր, ապացույցներ։ Եթե հարկ լինի, այս տեղեկությունները կարող են փրկել նրան»։ Ես հարցրի. «Ինչու է նա այդպես խոսում, կարծես գիտի, որ մոտ ապագայում մի բան կլինի»։ Նա միայն ժպտաց տխուր եւ ասաց. «Ես գիտեմ ավելին, քան դու կարծում ես, եւ ես պետք է անեմ այն, ինչ կարող եմ, քանի դեռ կարող եմ»։ Այդ փաթեթը դեռ գոյություն ունի, դեռ կնքված է, դեռ սպասում է իր պահին։ Բայց առավել կարևորը, Ռիտան չհամարձակվեց պատմել Սերժին այդ փաթեթի մասին։ Ինչու՞։ Պատասխանը գտնվում է հաջորդ դրվագում։ Դեկտեմբերի 14-ին Ռիտան եւ Սերժը նստած էին միասին իրենց տանը, առաջին անգամ 3 շաբաթվա ընթացքում, երբ Սերժը ազատ էր, ամբողջ երեկոյի համար։ Նրանց դուստրը հիշում է, որ մայրը պահանջել էր, որ ոչ ոք չխանգարի նրանց։ Նրանք փակեցին դռները եւ խոսեցին ժամերով։ Երբ ես պատահաբար անցա դռան կողքով, լսեցի մայրիկիս ձայնը, լացախառն, բայց վճռական։ Նա ասում էր. «Դու պետք է խոստանաս ինձ, որ եթե ինձ ինչ-որ բան պատահի, դու չես հուսահատվի։ Դու պետք է շարունակես, դու պետք է պայքարես, քանի որ եթե դու կանգ առնես, բոլորը, ովքեր սպասում են քո անկմանը, կհաղթեն»։ Հոր ձայնը հանգիստ էր, բայց ես զգացի, որ նա փորձում է կանխել իր էմոցիաները։ Նա ասաց. «Ինչու խոսում ես այսպես։ Դու կլինես կողքիս, մենք միասին կկանգնենք»։ Բայց մայրիկս կտրեց. «Խոստացիր ինձ, ես պետք է լսեմ քո խոստումը»։ Եվ հայրիկս երկար լռությունից հետո ասաց. «Ես խոստանում եմ»։ Այդ խոստումը դարձավ Սերժի վերջին կապը Ռիտայի հետ, խոստում, որը նա պահեց նույնիսկ ամենամութ օրերին։ Բայց Ռիտայի վերջին փորձը չէր սահմանափակվում միայն փաստաթղթերով եւ խոստումներով։ Նա փորձեց նաեւ կանխել ֆիզիկական վտանգը։ Դեկտեմբերի 20-ին նա հանդիպեց իր անձնական պահակի հետ, մարդ, ով 10 տարի ծառայել էր նրան անվերապահորեն։ Նա ասաց նրան. «Երբ ես չեմ լինի, դու պետք է անձամբ պաշտպանես Սերժին, ոչ պաշտոնապես, այլ անձամբ»։
քանի որ պաշտոնական պաշտպանությունը կարող է փոխվել, բայց անձնական հավատարմությունը երբեք։ Այդ պահակը, որը հիմա ապրում է հեռավոր գյուղում եւ երբեք չի տվել հարցազրույցներ, համաձայնվեց խոսել միայն այս մեկ անգամ։ Ռիտա Սարգսյանը տվեց ինձ մի փոքրիկ նոթատետր, լցված հեռախոսահամարներով, հասցեներով, անուններով։ Նա ասաց. «Այս մարդիկը գտնվում են տարբեր երկրներում։ Եթե Սերժին անհրաժեշտ է անհապաղ օգնություն, փախուստ, թաքնվելու վայր, ֆինանսական աջակցություն, դու պետք է կապվես նրանց հետ։ Նրանք գիտեն, թե ինչ անել»։ Ես հարցրի. «Ինչու է նա այսքան մանրակրկիտ պատրաստվում»։ Նա նայեց ինձ եւ ասաց. «Քանի որ ես տեսնում եմ ինչ է գալիս, եւ ես չեմ կարող թույլ տալ, որ Սերժը մնա անպաշտպան»։ Այդ նոթատետրը դեռ գոյություն ունի, դեռ պահվում է այդ պահակի կողմից, բայց երբեք չի օգտագործվել։ Դեռ։ Հունվարի 20-րդ երեկոյան, ժամը 8-ի սրահարից մի քանի րոպե անց, Ռիտա Սարգսյանը նստած էր իր սենյակում։ Սերժը գտնվում էր հանդիպման մեջ։ Երեխաները իրենց կյանքներում։ Տունը լուր եւ դատարկ։ Նա զգաց առաջին ցավը, սուր, աջող, անտանելի։ Սրտի կանգը չեկավ անմիջապես։ Նա ուներ ժամանակ, որպեսզի հասկանա դա վերջն է։ Նա ուներ ժամանակ, որպեսզի վերցնի հեռախոսը եւ զանգահարի Սերժին։ «Ես կարիք ունեմ քեզ», ասաց նա փափուկ ձայնով, որը ջանում էր թաքցնել ցավը։ Սերժը անմիջապես հասկացավ։ Նա թողեց հանդիպումը եւ շտապեց տուն։ Երբ նա հասավ 20 րոպե անց, Ռիտան դեռ նստած էր նույն տեղում, ձեռքը սեղմած սրտի վրա։ Նրանց աչքերը հանդիպեցին, եւ առանց խոսքի նրանք հասկացան դա վերջին պահերն են։ Սերժը նստեց նրա կողքին, բռնեց նրա ձեռքը։ Ռիտան փորձեց ժպտալ։ Նա ասաց. «Ես սիրել եմ քեզ ավելի, քան կարծում էիր»։ Սերժը փորձեց պատասխանել, բայց Ռիտան շարունակեց. «Խոստացիր ինձ, որ դու չես մոռանա այն, ինչ ես քեզ ասացի։ Խոստացիր, որ դու կպաշտպանես ընտանիքը։ Խոստացիր, որ դու չես հուսահատվի»։ Սերժը գլուխ շարժեց անկարող խոսելու։ Ռիտան փակեց աչքերը։ Ժամը 19:30։ Սերժը կանչեց շտապօգնությունը։ Նրանք ժամանեցին 10 րոպե անց, բայց արդեն ուշ էր։ Սրտի կանգը սկսվել էր, եւ թեև բժիշկները փորձեցին վերականգնել, Ռիտայի մարմինը արդեն չէր պատասխանում։ Ժամը 11:30։ Նրանք տեղափոխեցին հիվանդանոց։ Գիշերվա ընթացքում բժիշկները շարունակեցին փորձել, բայց սիրտը չվերագործարկվեց։ Հունվարի 21-ին, ժամը 5:20, բժիշկները հայտարարեցին պաշտոնական մահը։ Բայց իրական մահվան պահը եղել էր նախորդ երեկոյան, ժամը 19:30-ին, երբ նա փակել էր աչքերը Սերժի ձեռքում։ Այդ պահից սկսվեց մի նոր իրականություն։ Սերժը, որը երբեք չէր թույլ տվել, որ հրապարակայնորեն տեսնեն իր էմոցիաները, այժմ կոտրվեց։ Թաղման օրը, հունվարի 22-ին, երբ նա կանգնեց Ռիտայի գերեզմանի առաջ, նրա արցունքները հոսում էին առանց որևէ փորձի թաքցնելու դրանք։ Հազարավոր մարդիկ, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու, տեսան այն, ինչ երբեք չէին տեսել։ Տղամարդը, ով կառավարել էր երկիրը 10 տարի, հիմա անօգնական էր իր ցավի առաջ։ Սակայն այս ցավը չէր սահմանափակվում միայն Սերժով։ Ողջ երկիրը, անկախ քաղաքական հայացքներից, զգաց մի բան փոխվել։ Սոցիալական ցանցերում սկսեցին հայտնվել հրապարակումներ Ռիտայի անեծք։ Վերջին պաշտպանիչը հեռացավ։ Ինչ կլինի հիմա։ Ռիտա Սարգսյանի մահից հետո երկրի քաղաքական լանդշաֆտը փոխվեց ավելի արագ, քան ցանկացած վերլուծաբանը կարող էր կանխատեսել։ Սերժ Սարգսյանը, որը կորցրեց իր կնոջը եւ իր ամենամտերիմ խորհրդականին, մնաց մենակ դեմ հանդիպելու նոր իրականությանը։ Նրանց երեխաները փորձեցին շարունակել կյանքը, բայց այլևս ոչինչ նույնը չէր։ Ընտանիքը, որը մի ժամանակ միասնական էր, այժմ ցրված էր, յուրաքանչյուրը տառապում էր իր կորուստից։ Նաիրան, Ռիտայի քույրը, ում ողջ կյանքը եղել էր կապված քրոջ հետ, փակվեց իր աշխարհում եւ դադարեցրեց շփվել արտաքին աշխարհի հետ։ Նրանք, ովքեր եղել էին մտերիմներ, մի մասը հեռացավ երկրից, մյուս մասը դարձավ անտեսանելի։ Դավաճանները, նրանք, ում Ռիտան թվարկել էր իր վերջին ցուցակում, մի մասը իսկապես ստացավ իրենց պատիժը։ 2021 թվականին 3 անձ, ովքեր եղել էին Ռիտայի մտերիմ շրջանում, բայց դավաճանել էին, բախվեցին լուրջ քաղաքական սկանդալների։ Մեկը կորցրեց իր պաշտոնը կոռուպցիայի մեղադրանքներով։ Մեկ այլը հայտնվեց էմիգրացիայում, փախչելով վարկային պարտավորություններից։ Երրորդը ընդհանրապես անհետացավ հանրային կյանքից։ Այս համընկնումները սոցիալական ցանցերում մեկնաբանվեցին որպես Ռիտայի անեծք։ Այն հավատքը, որ ով էլ նրան վնասել էր, կտառապեր։ Սակայն պաշտոնական աղբյուրները հերքեցին միստիկ կապերը, նշելով, որ դրանք պարզապես քաղաքական փոփոխությունների բնական հետևանքներն էին։ Բայց ամենամեծ հարցը մնում է անպատասխան. ով էր իսկական շահառուն այս ողբերգությունից։ Ռիտայի մահը բացեց դռներ, որոնք նախկինում փակ էին եղել։
Ֆինանսական հոսքերը, որոնք նախկինում վերահսկվում էին խստորեն, այժմ սկսեցին շարժվել նոր ուղղություններով։ Մի քանի անձինք, ում անունները երբեք չեն հրապարակվել, ձեռք բերեցին զգալի սեփականություններ։ Իշխանական կառույցները, որոնք նախկինում լոյալ էին Սերժին, սկսեցին հեռանալ։ 2022 եւ 2023 թվականներին քաղաքական դաշտը վերակազմավորվեց ամբողջովին, եւ շատերը շշնջում էին, որ դա սկսվեց հենց այն օրվանից, երբ Ռիտան մեկնեց։ Հայաստանը որպես երկիր նույնպես փոխվեց։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմը բերեց ողբերգական կորուստներ, որոնք ազդեցին ամբողջ ազգի վրա։ Շատերը կապում էին այս ողբերգությունը Ռիտայի մահվան հետ, հավատալով, որ նրա բացակայությունը թողեց երկիրը անպաշտպան։ Սակայն ավելի ռացիոնալ վերլուծաբաններն ու հարցադրում էին այլ կերպ. արդյոք Ռիտայի ազդեցությունը այնքան մեծ էր, որ նրա բացակայությունը փոխեր ողջ երկրի ճակատագիրը, թե դա էր պարզապես մեկ այլ շերտ այն առասպելի, որը մարդիկ ստեղծում են, երբ փնտրում են իմաստ-անիմաստ ողբերգություններում։ Սերժ Սարգսյանը շարունակեց ապրել համաձայն իր խոստման։ Նա չհուսահատվեց, չընկավ, բայց նա էլ չվերադարձավ լույսերի մեջ։ Նա մնաց ստվերում, պահպանելով հիշողությունը այն կնոջ, ով փրկել էր նրան անթիվ անգամներ։ Կան դեռ բացվելիք փաթեթներ, կան դեռ չպատմված պատմություններ, կան դեռ ապացույցներ, որոնք սպասում են իրենց պահին։ Ռիտա Սարգսյանը հեռացավ, բայց նրա ստվերը դեռ ընկած է Հայաստանի վրա։ Եվ շատերն ասում են, այն ստվերը երբեք չի անհետանա։